Մեր ձևով շարժման հազարավոր մասնակիցներ հոկտեմբերի 19-ին ուխտագնացություն էին կազմակերպել Մայրաթոր Սուրբ Էջմիածին, արտահայտելու համար իրենց զորակցությունն ու աջակցությունը Մայրի եկեղեցուն։ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալ շատերն էին ցանկանում։ Միածնայիչ Մայր տաճարում միասնական աղոթք հնչեց, որից հետո վեհափառ հայրապետն օրհնության խոսք ասաց ուխտավորներին։ Անհոր եւ որդվո եւ ոգուն սրբո ամեն։ Սիրելի ուխտավոր զավակներ մեր, հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ձեզ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, որտեղից սերնդեսերունդ հայոց կյանքին փոխանցվել են տերունաշնոր հավատքը, հայրենանվիրումն ու ազգային ոգին։ Ձեր ուխտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո եւ անսակարկ նվիրվածության մասին հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին եւ ազգային արժեքները։ Սուրբ Էջմիածնով է դարերի հոլովույթում միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը։ Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների եւ ինքնության նվիրագործված ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որն ավելի է խորանում անհանդուրժողության ու ատելության սերմանումով, առաջ բերելով նոր բաժանումներ։ Մեր սրտերը ծանրացած են, տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծ ու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ, Միքայել arczepiskopos Աջապահյանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Գարեգին քահանա Արսենյանը, ազգային մեծանուն բարերար Տիար Սամվել Կարապետյանը եւ այլ քաղաքացիական անձեր։ Մեր սերը, մեր աղոթները նրանց հետ են։ Թող Տերը քաջառողջություն եւ արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Հավատում ենք, որ Աստուծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը։ Սիրելիներ, մեր գնահատանքն ենք բերում ձեզ ամենքիդ, հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին դրսևորած ձեր հավատարմության եւ այս խռովահույս օրերին հոգեվորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր, հավատավոր մեր ժողովրդով եւ նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը, հետամուտ լինելով նաեւ մեր ազգի եւ հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ զգաստության։ Միասնաբար համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին
ու խաղաղությունը մեր երկրում։ Համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները։ Աղոթում ենք, որ ամենակալ Աստված իր սուրբ աջով պահպանի մեր հայրենիքը, Հայաստանյայց առաքելական մեր սուրբ եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին, աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները, թող Տերը ապահովություն ու բարօրություն պարգևի ազգիս հայոց, ի Հայաստան և իսպյուրս աշխարհի, այսօր և միշտ և հավիտյանս, ամեն։ Ձեր ուխտ ի կատար, սիրելի ուխտավորներ,